Տիկին Մելոյան Facebook-յան ձեր էջում գրառում կարդացի քաղբանտարկյալ այսպես եզրի հետ կապված պարզաբանել եք, որ դա այսպես իրավիճակի արձագանքը այս պահին ադեկվատ չէ, համարժեք չէ։ Այդ պարագայում եթե ձեր նկարագրած սիտուացիան է իսկապես։ Եթե թույլ կտաք մի հատ նորից անդրադարձ կատարեմ գրառմանս, ինչ է այսօր տեղի ունենում, այսօր դատաքննություն է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի երկարաձգումը քննելու, այսինքն կալանքը երկարաձգելու վերաբերյալ։ Սամվել Կարապետյանը մոտ 4 ամիս է արդեն ապօրինաբար ազատազրկված է եւ Սամվել Կարապետյանը դասական քաղաքական բանտարկյալ է։ Դա իմ եզրահանգումը չէ, ես տվել եմ Եվրոպայի խորհրդարանական հաջողողը 2012 թվականին ընդունել է 1900-րդ բանաձևը, որով տվել է քաղաքական բանտարկյալ հասկացությունը։ Քաղաքական բանտարկյալ հասկացությունը ունի 5 կոմպոնենտ, ու եթե դրանցից թեկուզ մեկի առկայությունը կա, մարդը համարվում է քաղաքական բանտարկյալ։ Օրինակ, Եվրոպական կոնվենցիայի իմաստով մարդու իրավունքի իրացումը սահմանափակելու նկատառումով են նրա նկատմամբ խափանման միջոց կիրառել։ Այս դեպքում ինչ է տեղի ունեցել, Սամվել Կարապետյանը իր խոսքի ազատությունը իրացնելով, հաշվի առնելով մեր երկրում եկեղեցու դեմ հետապնդումները, ընդամենը 2 րոպեանոց հարցազրույց է տվել եւ ասել է, որ կանգնելու է եկեղեցու կողքին իր ձևով, մեր ձևով եզրույթներն է ասել, անմիջապես դրանից հետո մարդու նկատմամբ իրավական գործընթացներ են մեկնարկել։ Այստեղ ակնհայտ է քաղաքական նպատակաուղղվածությունը, որովհետև էլի տեսական ակնարկ անեմ, երբ մարդը խոսք է ասում, իր խոսքը հանցակազմը ընդհանրապես 4 բաղադրիչ ունի. օբյեկտ, օբյեկտիվ կողմ, սուբյեկտ, սուբյեկտիվ կողմ։ Մենակ երբ նույնը Միքայել Սրբազանի պարագայում, եթե մարդը ինչ-որ հարցազրույց է տալիս ու ինչ-որ եզրահանգում է կատարում, բավարար չէ մարդու խոսքը։ Պետք է իրավապահ մարմինները բերեն փաստական հանգամանքներ, որ այդ մարդիկ իրենց խոսքին ուղղված կոնկրետ գործողություններ են կատարել։ Այս դեպքում Սամվել Կարապետյանը ասում է, մեր ձևով կմիջամտենք, իրավապահ մարմինները անգամ ձևական առումով ժամանակ չեն տրամադրում, որպեսզի կարողան ենթադրելի լիներ, որ այս մարդը իր խոսքերին ուղղված կոնկրետ գործողություններ է կատարել։ Կատարում է վարչապետը, գործադիր իշխանության ղեկավարը, անմիջապես Facebook-յան գրառումներ, իրավապահ մարմինները ուժի ցուցադրելու նպատակով գնում են մարդու առանձնատուն խոզարկություն իրականացնելու միտումով, իրար հետևող քաղաքական հրահանգավորված գործընթացներ։ Արդյունքում մարդը ազատազրկվում է։ Ու եւ այդ ԵԽԽԲ բանաձևը մյուս կոմպոնենտներով, եթե օրինակ այս մեղադրանքը իրանից միջին ծանրության պետք է ենթադրել ու ընդհանրապես խափանման միջոցները մեր երկրում ունեն տեսակներ ու պետք է կիրառվեն ըստ նպատակահարմարության։ Օրինակ խափանման միջոցը գրավը, վարչական վերահսկողությունը, տնային կալանքը ու դրանցից ամենածանրն է կալանքը։ Ինչու է կալանք երբ կիրառվում է ամենածանր խափանման միջոցը, ինքը ենթադրում է մարդու հիմնարար իրավունքների սահմանափակում։ Պետք է դատարանի համար պատշաճ հիմքեր լինեն, օրինակ, որ մարդը կարող է նախաքննության վրա ազդել, օրինակ վկաների ցուցմունքի վրա կարող է ազդել եւ այլն եւ այլն։ Այս դեպքում ու միայն այս դեպքում չէ, մեր երկրում տասնյակ քաղաքական բանտարկյալներ այս պահին կան, այդ տասնյակ քաղաքական բանտարկյալների պարագայում ընդհանրապես խափանման միջոցի կալանքի կիրառումը որևէ կերպ արդարացված չէ։ Ու այստեղ ես կրկին պետք է կոռելացիան անցկացնեմ, ուղիղ համադրելի ու համեմատական է մեր երկրում քաղաքական բանտարկյալների մեծաքանակությունը ու նրանց կալանքի տակ գտնվելու իրավիճակը մեր երկրում սրընթաց կերպով աճող հանցագործությունների քանակի ու տեսակների հետ։ Վերջին 7 տարիներում մենք ունենք հանցագործությունների տեսակներ, որոնք հարյուրավոր անգամներ են աճել, տոկոսային հարաբերակցությամբ տասնյակ տոկոսներ։ Արդյոք սրանք համադրելի չեն, այսինքն արդյոք այն պատճառով, որ ամբողջ իրավապահ մարմինների ուշադրությունը կենտրոնացված է ընդդիմադիր գործիչների նկատմամբ, որովհետև
երևի թե չկա ընդդիմադիր քաղաքական ուժ, որոնց նկատմամբ չլինեն հետապնդումներ ու չլինեն հարուցված իրավական գործեր։ Արդյոք այս ամենը ուղղակիորեն փող պայմանավորված չէ։ Հիմա այդ նույն ԵԽԽՎ բանաձևի տարերից մեկը ասում է, հա, եթե մարդու նկատմամբ այդ իրավիճակում ավելի ծանր պատժամիջոց է կիրառված, եթե մարդու նկատմամբ այդ իրավիճակում ուղղակիորեն քաղաքական միջամտությունը հիմնավորված է, այս դեպքում արդեն կարծում եմ հենց դուք լրատվական համայնքը դեք ականատես եղել եւ շրջանառել մեր երկրի վարչապետի Նիկոլ Փաշինյանի տասնյակ գրառումները Սամվել Կարապետյանի հետապնդում ենթադրվող։ Այսինքն ուղղակիորեն հիմնավորված է, որ Սամվել Կարապետյանը հանդիսանում է քաղաքական բանտարկյալ ու հանդիսանում է քաղաքական բանտարկյալ ԵԽԽՎ անդամ 46 պետությունների տրամաբանությամբ։ Ինչու միջազգային արձագանքը ակտիվ չէ, միջազգային արձագանքը կարծում փակ դռների հետևում, ինչու ոչ նաև արդեն ներառված մեր միջազգային իրավունքի մասնագետների գնահատմամբ կարծում երեք ինքներդ ներկայ եք Ռոբերտ Ամստերդամի ասուլիսին առաջի փաստաբանը չէ, հա, մենք նաև ունեցել ենք Ռուբեն Վարդանյանի դեպքը ու սա էլ արձանագրենք, որ Հայաստանի հետ սերտ կապ ունեցող Հայաստանից ծագած երկու աշխարհում մենք միլիարդատեր ունենք, ովքեր Forbes-ի ցուցակում գրանցված են, ու երկուսն էլ այս պահին դա մեր պատմական ամոթն ու ողբերգությունն է, որ գտնվում են անազատության մեջ, մեկը Բաքվում, մյուսը մեր հայրենիքում Հայաստանում։ Ինձ բազմաթիվ գործընկերներ են զանգահարել Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման դրվագից հետո ու հարցնում են, արդյոք դա ճիշտ է, որ ձեր ֆիլանթրոպիստը, բարերարը, բարեգործը հիմա ձեր երկրում ազատազրկված է, որովհետև մարդկանց համար անգամ երբ ինքը ու հատկապես երբ ինքը ժողովրդավար հասարակության, եվրոպական, ամերիկյան հասարակությունում է բնակվում, իրենց ուղեղը մեջ չի տեղավորվում, հա, ինչպես կարող է մի մարդը, ով այս երկրի ներկայացնող դեմքն է հանդիսանում, ով այդքան ներդրում ունի իր երկրում, կարող է ազատազրկված լինել հենց իր հայրենիքում։ Սամվել Կարապետյանը կարող էր ազատազրկվել օրինակ, հա, Ռուսաստանի Դաշնությունում, Ամերիկայում, Ֆրանսիայում, ու մենք հայերս պետք է ոտքի կանգնենք ու պայքարենք, բայց այն, որ այսօր տեղի ունենում իրավիճակ, որ մեր մեծանուն բարերարը ում անելիքները հիմա սկսել են ստիպած իր ընտանիքն ու մերձավորները գույքագրել, հա, թե ինչեր է մինչ օրս կատարել, որովհետև իրական բարեգործությունը չհնչեցված բարեգործությունն է ու այդպես էլ եղել է։ Հիմա այդ բարեգործությունները փորձում են պախարակել, փորձում են անվանարկել ու ստիպված իր մերձավոր միջավայրը հետ հայացքով հավաքագրում է դրվագներ, թե այս մարդը Հայաստանում ինչ է արել ու արել է մոտ $1 միլիարդ բարեգործություն։ Հասկանում եք մասշտաբը, դա մեր բյուջեի ահռելի մասն է կազմում, մոտ քառորդ չափի պետական բյուջեի այդ մարդը միայն ներդրում է կատարել իր հայրենիքում։ Ու այն իրավիճակը, որ մենք հիմա կանգնած ենք հակակոռուպցիոն դատարանի բակում, հա, այդ զավեշտ է, այդ համահրանք է մեր պետության ժողովրդավար ու իրավական տարերին, որովհետև երբ որ մարդը շուրջ $1 միլիարդ դրսում ունենալով իր հիմնական ակտիվը բիզնես, հա, ներդրում է կատարում, իրեն մեղադրել ինչ-որ փողերի լվացման դրվագներով ու դա կանխատեսել էր, հա, ես առաջի օրը դատարանում երբ նրան կալանավորեցին, ասի հիմա կտեսնենք ինչպիսի դրվագներ են գործին ավելացնելու, որովհետև քաղաքական իշխանության հրահանգավորման եւ վախի արդյունքում նպատակ կա մարդուն ընդհանրապես մեկուսացնելու ու կրկին ընդգծում եմ կալանքը խափանման միջոցից վերածելու որպես պատժիչ մահակի ընդդիմադիր քաղաքական հայացք ունեցող մարդկանց նկատմամբ։ Ու այո, այսօր մարդը ապօրինաբար ազատազրկված է ու իրեն հետ ընդհանրապես ողջ աղերս ունեցող մեղադրանքներ են ավելացնում, օրինակ փողերի լվացում, հա, այն դեպքում կրկին ընդգծում, որ այդ մարդը երբևիցե ըստ էության իր բիզնես գործունեությունն ու ակտիվը Հայաստանում չի իրականացրել, երբևիցե Սամվել Կարապետյանը Հայաստանի Հանրապետությունում պաշտոն չի զբաղեցրել, սա վիրավորանք է մեր ինտելեկտին ու սա առաջին հերթին հարված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ու աշխարհասփյուր հայերիս արժանապատվությանը։ Ամփոփելով, հա, ընդհանուր առմամբ, այո, ԵԽԽՎ-ի քաղաքական բանտարկյալ բանաձևերի
եթե անգամ մեկ կոմպոնենտը այդ տվյալ դեպքում մարդը ազատազրկված համապատասխանում է, համարվում է քաղաքական բանտարկյալ, այս պահի դրությամբ Սամվել Կարապետյանը բոլոր 5 չափանիշներին էլ համապատասխանում է Սամվել Կարապետյանի իրավիճակը, դա մեկ արձանագրում։ Երկրորդ արձանագրում, Սամվել Կարապետյանը այսօր ապօրինաբար ազատազրկված է, որովհետև ինքը ունեցավ այն համարձակությունն ու քաջությունը կանգնելու հարձակումների ենթարկվող թիրախավորված մեր եկեղեցու կողքին։ Ինչ է եկեղեցին, հա? Մեր սահմանադրությունը ամրագրել է եկեղեցու բացառիկ կարգավիճակը, հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին ունի սահմանադրական առաքելություն ամրագրված հայ ժողովրդի ինքնությունը պահպանելու հարցում։ Այսինքն տրամաբանական շղթա թիրախավորել են եկեղեցին, հարձակումները ենթարկում եկեղեցին, թիրախավորվում է հայի ինքնությունը։ Սամվել Կարապետյանը ես համոզված եմ, որպես հենց հայ մեծանուն բարերար ուներ իր կարմիր գիծը ու այդ կարմիր գիծը հատեցին ու մարդը ունեցավ այնքան համարձակություն ու հայրենասիրություն, որ կանգնի եկեղեցու հայրից ինքնության կողքին։ Հիմա այսօր մենք արդեն երկրորդ օրն է միջնորդությունն է կալանքի երկարաձգման քմում, այսօր առավոտվանից մեր հերթական պատմական խայտարակ ողբերգական ամոթալի դրվագն ենք ապրում, առավոտվանից բերման են ենթարկվել 6 հոգևորականներ, արդեն 8 հոգևորականներ, ես մինչ այդտեղ գալիս 6-ի անուններն էի արձանագրել։ Եվ մեկ սրբազան, հասկանում եք, երրորդ սրբազանը ենթարկվել, որովհետև ինֆորմացիա չկա որտեղ է բախվում։ Ես ուզում էի արձանագրել իր ֆակտը, շնորհակալություն հարգելի գործընկերներ, տեսեք, ձեր լրատվող մեր ընդհանրապես ձեր 4-րդ իշխանությունը պատահական չէ, որ դուք իշխանության թվեք, որովհետև այս ողբերգական օրերին դուք եք հանրությանը հասցնում կատարվելիքը։ Հայր ջան, այս պահի դրությամբ, երբ հենց եկեղեցուն պաշտպանելու համար կրկին փորձում են երկարաձգել Սամվել Կարապետյանի ապօրինի ազատազրկումը, 8 հոգևորականներ առավոտվանից բերման են ենթարկել։ Պատկերացնում եք, այդ Հայաստանի Հանրապետությունում 8 հոգևորականներ եւ եւս մեկ սրբազան հայ, երկուսը հիմա ապօրինի անազատության պայմաններում են, երրորդը բերման է ենթարկվել ու առավոտվանից գործընկերներս, մեր փաստաբանական համայնքի ներկայացուցիչները չեն կարողանում այս մարդկանց գտնել, որտիսի իրացնեն իրենց հիմնական պարտականությունը ու ապահովեն այս մարդկանց հիմնական պաշտպանվելու իրավունքը։ Չեն տալիս ինֆորմացիա իրավապահ մարմինները։ Սա կրկին մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտում է, սա մեր հայի ազգային ինքնության դեմ ուղղված կոնկրետ գործողություն է, այսինքն եկեղեցու դեմ հարձակումները միայն պարոն Կարապետյանի ազատազրկման չեն սահմանափակվելու։ Մենք յուրաքանչյուրս մեզ պետք է հարցադրում տանք։ Ու անկախ նրանից, հա, եթե դու հայ ես, մենք ունենք հիմա իրավիճակ, որ հայեր կան, ովքեր չեն դավանում եկեղեցին, հա, բայց այնքան գիտակից հայ են, իմ ընկերներից կան, իմ ծանոթներից կան, որ մարդը չունենալով որևէ կրոնական կողմնորոշում իր հայի ինքնության պայմանավորված ծայրաստիճան վրդովված է եւ հենց այստեղ գալիս Բաքվում կանգնում է իր պաշտպանության եկեղեցու։ Հիմա յուրաքանչյուր հայ իրան պետք է հարցադրում կա։ Հիմա նորմալ է ձեր համար, որ առավոտյան զարթնել եք ու 8 հոգևորականի փաստացի առևանգել են, որովհետեւ իրավապահ մարմինները օրենքով ունեն գործողությունների հստակ ընթացակարգ։ Եթե մարդուն բերման են ենթարկվում, պետք է նա իրազեկվի, պետք է նրան թույլ տան իր պաշտպանության իրավունքը իրացնի։ Այս բայդրությամբ մեր 8 հոգևորականները առևանգված են, նրանց չեն թույլ տալի իրացնել իրենց պաշտպանության իրավունքը, ու այս պահի դրությամբ տեղի ունենում եկեղեցու խուզարկություն։ Այս ամենը մտնելու է հայոց պատմության մեջ որպես մեր ողբերգական ամոթալի խայտարակ էջեր, ու մենք լինելու ենք այն անփառունակ սերունդը, ովքեր թույլ են տվել, որ իրենց օրոք այս խայտարակ ապօրինությունները տեղի ունենան։ Ես հիմա կրկնեմ, հա, այդ միտքը, մենք իրավաբաններս հիմա մարտիկներ ենք առանց զենքի մարտի դաշտում ու չենք նահանջում, որովհետև մեր թիկունքում ինչքան էլ որ մենք անզեն ենք ու հարվածներ ենք ստանում, շատ կարևոր արժեքներ են, հա, մեր մասնագիտական արժանապատվությունն է, որովհետև նորմալ չի, որ իմ երկրում հիմա մարդուն զուտ երկու խոսքի համար բերեն եւ 4 ամիս ազատազրկեն։ Նորմալ չի, որ իմ երկրում սրբազան հայրեր են ապօրինաբար դատվում, նորմալ չի, որ իմ երկրում այսօր 8 հոգևորական, ես արթնացել եմ, բնականon կյանքս եմ փորձում վարել, բայց 8 հոգևորականների առևանգել են իրավապահ մարմինները ու մենք չգիտենք ինչպես կազմակերպել իրենց պաշտպանությունը։
նորմալ չի, որ իմ երկրում, երբ սրընթաց հանցագործությունների աճ է գրանցվում, եկեղեցին խուզարկում է։ Այս ամենը նորմալ չի, ու ամեն հայ պետք է իրան հարց տա, այդ իրա նորմալ չի սահմանը, որն է ձեր կարմիր գիծը։ Երբեք դուք ոտքի կանել, որովհետև երբ արդարադատությունը այսքան նահանջում է, իրավունքի գերակայությունը այսքան անկում է ապրում, դուք չեք կարողանալու ճողոպրել։ Մի օր այս արդարադատության երկակի ստանդարտների ու այդ ընտրովի արդարադատության համակարգը դառնալու է նաև ձեզ, ու դուք դառնալու եք դրա շահառուն, ու այդ ժամանակ ոչ ոք չի լինելու բարձրաձայնելու ձեր խնդիրը կամ պաշտպանելու ձեր իրավունքը։ Ես այստեղ եմ ի զորակցություն ու ցպահանջ արդարադատության։ Ես այստեղ եմ ու մշտապես լինելու եմ, մինչև մեր երկրում իրավունքի գերակայությունը չվերականգնի ու մինչև մեր սահմանադրության ճշմարտություններն ու ամրագրություններն առայն, որ մենք իրավական ու ժողովրդավար պետություն ենք, չվերականգնեն իրենց ի սկզբանե դիրքին ու ձիրքին։ Հասկանալի է, դեպս եք